հյուսիսարավակառուցում, որը մեր երկրում Հայաստանի վարչապետը ԿՊԱ-կան նախարարների ու պատգամավորների հետ շարունակում է քարոզարշավը Սյունիքի մարզում։ Փաշինյանը զրուցել է քաղաքացիների հետ, խոսել թոշակների բարձրացման, առողջապահական ապահովագրության ու խաղաղության մասին։ Քաղաքացիներից մեկի հետ զրույցում Փաշինյանը ասել է, որ Հայաստանի գնաց նոր սպառազինությունը մտադիր են մայիսին հրապարակային ցույց տալ։ Վերջ եկանք այն եզրակացության, որ պետքա բոլորին ցույց տանք, հրապարակային ցույց տանք, եւ մենք մտածում ենք հիմա, որ առաջիկայում հրապարակային ցույց տանք, որպես մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը։ Բայց մենք դա անում ենք նաեւ խաղաղությունը ընդգծելով եւ խաղաղության համատեքստում, քանի որ խաղաղությունը մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները հույս ունենք դա չեն ընկալի որպես ագրեսիվության կամ բանի ցուցադրություն, մենք մեր ժողովրդի առաջ հաշվետվություն ենք ներկայացնելու, դա երևի մայիսին տեղի կունենա, որ ցույց տանք, թե ինչ ենք արել, ինչ ենք ձեռք բերել։ Փաշինյանի ուրախ ավտոբուսը կանգառ է արել նաև Տաթևի վանքում։ Փաշինյանը նկարվել է զբոսաշրջիկների հետ, նվիրել Հայաստանի քարտեզի բրոշը, մոմ վառել ու հեռացել։ Տաթևի եկեղեցու հովիվ Հայր Միքայելը օրհնել է ԿՊԱ-կան պատգամավորներին ու նախարարներին։ Մինչ Փաշինյանն ու իր թիմը երկել պարելով Սյունիքից վերադառնում են, Սիսիանի հատվածում ճակատ առ ճակատ իրար են բախվել ՎԱԶ 2106 մակնիշի մեքենաները։ Վարորդներից մեկը փորձել է ճանապարհ տալ Ավտոշարասյանը ու հենց այդ պահին բախվել է հանդիպակաց երթուղով գնացող մեքենային։ Մեր գործընկերոջը դեպքի վայրում պատմել են վարորդները։ Մեկ հոգի թեթե վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Մոսկվայում տեղի է ունեցել վերջին տասնամյակի ամենախոշոր տրանսպորտային պատահարը։ Բախվել է 2 տրամվայ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 22 մարդ, որոնցից 5-ը երեխաներ են։ 11 տուժածի վիճակը գնահատվում է ծանր։ Մոսկվայի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տրամվայները վարել են փորձառու վարորդներ, ովքեր անցել են պարտադիր նախաերթային բժշկական զննություն։ Նախնական վարկածով գնացներից մեկը տեխնիկական անսարքության պատճառով դուրս է եկել ռելսերից ու բախվել մյուսին։ Միջադեպի հանգամանքները պարզելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Իսրայելական ուժերը հարվածել են Իրանի արևմուտքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անօդաչու թռչող սարքերի պայեստավորման եւ արձակման կայանին։ Իսրայելական կողմի փոխանցմամբ հարվածից հետո ԻՀՊԿ անձնակազմը փորձել է լքել տարածքը, սակայն իսրայելական անօդաչուն հետապնդել եւ մեկ առ մեկ թիրախավորել է փախչող զինվորականներին։ Լրագրող Ալմոգ Բոկերը հրապարակել է կադրեր, որտեղ երևում է հարձակման պահը եւ դրան հաջորդող գործողությունները։ Նշվում է, որ սպանված զինվորականները Իրանի անօդաչու սարքերի օպերացիոն ստորաբաժանման անդամներ էին։ Ի պատասխան վերջին հարձակումների Թեհրանն այսօր Իսրայելի կենտրոնական հատվածի ուղղությամբ արձակել է իր զինանոցի ամենաառաջադեմ բալիստիկ հրթիռներից մեկը՝ Սեջիլը։ Սա պինդ վառելիքով աշխատող երկաստիճան հրթիռ է, որն ունի 2000 կիլոմետր հեռահարություն եւ օժտված է մեկնարկային մեծ արագությամբ։ Այս տեսակի սպառազինության կիրառումը վկայում է հակամարտության զգալի սրացման մասին, քանի որ Իրանը արդեն սկսում է օգտագործել իր առավել բարդ ու հզոր համակարգերը։ Մինչ Իրանում պատերազմը արդեն թևակողում է երրորդ շաբաթը, Իրանի ակսորիալ թագաժառանգ Ռեզա Փահլավին հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել երկրի անցումային կառավարության ղեկավարումը Իսլամական Հանրապետության հնարավոր փլուզման դեպքում։ اما موثر در سراسر ایران Փահլավին նշել է, որ իր դաշնակիցների հետ ամիսներ շարունակ աշխատել է հատուկ ծրագրի վրա, որի նպատակն է կանխել կառավարման համակարգի կատարյալ քաոսը ռեժիմի անկումից հետո։ Նրա խոսքով արդեն իսկ բացահայտվել էր երկրի ներսում եւ դրսում գտնվող կարող ուժերի մի ցանց, որը պատրաստ է ձևավորել ժամանակավոր ղեկավար կազմը, երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելու եւ տնտեսությունը վերականգնելու նպատակով։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հերքել է սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, թե Բենյամին Նեթանյահուն մահացել է կամ սպանվել։ Թուրքական Անադոլու գործակալության հարցմանն ի պատասխան գրասենյակը նշել է, որ տարածվող տեղեկությունները կեղծ են եւ վարչապետը իրեն լավ է զգում։ Խոսակցություններն առավել սրվել էին Նեթանյահուի վերջին տեսաուղերձից հետո, որտեղ սոցցանցերի օգտատերերը նկատել էին տեխնիկական անհամապատասխանություններ, կասկածելով, որ տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։
Մասնավորապես ուշադրություն էր դարձվել Նեթանյահուի ձեռքի 6-րդ մատին եւ հետպլանի վարակույրների տարօրինակ շարժմանը, ինչը շատերը որակել էին որպես AI տեխնիկական սխալ։ את הדרך לפגיעה מקיפה גם במאגר הטילים העצום של איראן וגם במפעלי הייצור של טילים נוספים. we are talking Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը խիստ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի հնարավոր սրման կապակցությամբ, նշելով, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է Հեզբոլահի դեմ պայքարի քողի տակ նոր ցեղասպանություն նախաձեռնել։ Դարբացության ֆոնին արտասահմանյան լրատվամիջոցները հղում անելով իրենց աղբյուրներին տեղեկացնում են, որ Լիբանանի իշխանությունները նախապատրաստվում են պատվիրակություն ձևավորել Իսրայելի հետ բանակցությունների համար, թեև հանդիպման հստակ ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, որպես բանակցային հարթակներ քննարկվում են Փարիզն ու Կիպրոսը։ Մինչ դիվանագիտական ջանքեր են գործադրվում հակամարտությունը կանգնեցնելու ուղղությամբ, իրավիճակը Լիբանանում մնում է ծայրահեղ ծանր։ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 826-ի, որոնցից 91-ը երեխաներ են, իսկ վիրավորների թիվը անցնում է 2000-ը։ So the situation in Iran is going very well. A lot of ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը X-ի իր էջում անդրադարձել է Հորմուզի նեղուցի անվտանգության խնդրին, նշելով, որ այն երկրները, որոնք նավթ են ստանում այդ երթուղով, պետք է հոգ տանեն դրա պաշտպանության մասին, իսկ Միացյալ Նահանգները պատրաստ է ցուցաբերել լուրջ աջակցություն։ Թրամփի խոսքով նեղուցի անվտանգության ապահովումը միշտ պետք է լինի համատեղ ջանքերի արդյունք։ I think our armed forces have already answered. Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ամերիկյան MS Now հեռուստաալիքին տված հարցազրույցում պարզաբանել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար եւ փակ է բացառապես ամերիկյան ու իսրայելական նավերի ու տանկերների համար։ Նա հավելել է, որ այլ երկրներ այդ երթուղուց խուսափում են սեփական անվտանգային մտահոգություններով պայմանավորված եւ դա կապ չունի Իրանի գործողությունների հետ։ Inscrivez-vous sur le fil Ariane. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տարածված տեղեկությունները, թե Փարիզը 10 ռազմական նավ է ուղարկում Հորմուզի նեղուց նավարկության անվտանգությունը ապահովելու նպատակով։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ֆրանսիական գերատեսչությունը պարզաբանել է, որ Շարլ դե Գոլ ավիակիրը եւ դրա ավիակիր խումբը շարունակում են մնալ արևելյան միջերկրականում եւ իրականացնում են բացառապես պաշտպանական առաքելություն։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր, որ որոշ պետություններ մտադիր են ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը ապահովելու համար, հատկապես նրանք, որոնք տուժել են այդ ծովային տրանսպորտային զարկերակի փակումից, գրել էր Թրամփը։ Թեհրանում տեղի ունեցել Իրանի Գերագույն պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալի Շամխանիի հուղարկավորության արարողությունը, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում Իրանի փոխնախագահ Մուհամմադ Ռեզա Արեֆը։ Շամխանին սպանվել էր փետրվարին ԱՄՆ-ի եւ Իսրայելի իրականացրած օդային հարվածների հետևանքով։ Կադրերում երևում է, թե ինչպես են զինվորները ու հարազատները սգավորների բազմության միջով տանում Շամխանիի դագաղը։ Ալի Շամխանին Իրանի անվտանգության համակարգի առանցքային դեմքերից էր։ 1970-ականների նա պայքարել է շահի վարչակարգի դեմ, եղել է հրամանատար Իրան-Իրաք պատերազմի ժամանակ, իսկ ավելի ուշ զբաղեցրել է բարձր պաշտոններ, այդ թվում ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Մեր երկրի ավտոճանապարհները այս պահին հիմնականում անցանելի են, սակայն եղանակով պայմանավորված կան մի շարք փակ եւ դժվար անցանելի հատվածներ։ Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ Վարդենյանց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Արագածոտնի մարզում փակ են Ամբերտ կայանից դեպի Ամրոց եւ Քարի լիճ տանող ճանապարհները։ Օդերևութաբանների կանխատեսմամբ այսօր եւ վաղը տեղումները կշարունակվեն շրջանների մեծ մասում։ Լեռնային գոտիներում սպասվում է ձյուն եւ բուք, իսկ նախալեռնային ու հովտային շրջաններում ձնախառն անձրև։